Այսօր ուզում եմ աղոթել քեզ համար, այսօր ուզում եմ օրհնել քեզ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Շատ բժշկություններ եւ շատ հրաշքներ են տեղի ունենում այսօրերում, որովհետեւ Աստված հրաշագործ է։ Եվ ես աղոթք եմ անում քեզ համար, որպեսզի դու բժշկվես, որպեսզի դու լինես օրհնված, որպեսզի Տիրոջ ներկայությունը իջնի քո վրա, որպեսզի Տիրոջ զորությունը իջնի քո վրա։ Ինչպես գրված է Ծննդոց գրքում, որ երկրից շոքի էր ելնում եւ երկրի երեսը ջրում էր, եւ Տեր Աստված փչեց մարդու ռգունքների վրա եւ մարդը եղավ կենդանարար հոգի։ Ես աղոթում եմ, որպեսզի Տիրոջ զորությունը, Տիրոջ փառքը իջնի քո շնչի մեջ, քո հոգու մեջ, քո մարմնի մեջ եւ ստեղծագործի հրաշքներ եւ արարի հրաշքներ։ Արարիչ Աստված ինքը նույնն է երեք այսօր եւ հավիտյանս հավիտենից։ Նա է մեզ ստեղծել, նա գիտի մեր կազմվածքը, նա է դասավորը մեր ոսկորները, մեր մոր որովայնն, ասում է Դավիթ թագավորը, եւ նա գիտի մեր կազմվածքը, մեր ֆորմուլան, որ նա հող է։ Ես աղոթք եմ անում, որպեսզի Տիրոջ զորությունը, Տիրոջ ներկայությունը, շունչ, հոգի եւ մարմին բժշկարար զորությունը արձակի քո կյանքի մեջ, քո մարմնի մեջ, քո շնչի մեջ եւ քո հոգու մեջ։ Ես օրհնում եմ քեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ Հովհաննես 3-րդ գլխի առաջի խոսքում ասում է, որ սիրելի Գայոսի համար աղոթք է անում, Հովհաննեսը որպեսզի նա հաջողվի եւ առողջ լինի, ինչպես նրա հոգին էլ հաջողության մեջ է։ Եվ աղոթք անում նա որպեսզի հաջողություն լինի նաեւ ֆիզիկական բնագավառի մեջ։ Աղոթք անում նաեւ որպեսզի նա հաջողակ լինի հոգեվոր բնագավառի մեջ, լինի առողջ, լինի պտղատու, լինի արդյունավետ։ Ես աղոթք եմ անում սիրելիս, որպեսզի դու բժշկվես։ Աղոթք եմ անում, որպեսզի ամեն սաստիկ ցավ, ամեն պրոբլեմ հենց հիմա բժշկվի։ Եվ նրանք էլ, ովքեր դիտում են ինձ հիվանդանոցից, իրանց հիվանդանոցի մահճակալից, ես օրհնում եմ ձեզ եւ արձակում եմ Տիրոջ բժշկարար զորությունը Հիսուսի անունով, եւ դուք շուտով ապաքինում ստանաք, շուտով վերականգնվի ձեր առողջությունը եւ Տիրոջ համագործակցությունը եւ ուղեկցությունը լինի ձեր կյանքի վրա։ Տերը ուղեկցի ձեզ իր բժշկության եւ աստվածային առողջության մեջ։ Ես աղոթք եմ անում, որպեսզի նա բժշկի քեզ։ Օրհնում եմ քեզ Հիսուսի անունով, օրհնում եմ քո մարմինը, օրհնում եմ քո շունչը, օրհնում եմ քո հոգին։ Տիրոջ ներկայությունը թող հեղեղվի հենց հիմա։ Կարող ես ձեռքդ դնել իմ ձեռքերի վրա եւ ընդունել հենց հիմա, որովհետեւ Մարկոս 16-րդ գլխում գրված է, որ ձեռքերներդ պիտի դնեք հիվանդների վրա։ Նրանց, ում որ ես հնարավոր չի, որ ֆիզիկապես ներկա լինեմ եւ ձեռք դնեմ, դուք կարող եք ձեռքերները դնեք հավատքով իմ ձեռքերի վրա եւ ստանալ ձեր բժշկությունը։ Դա հավատքի ակտ է, դա ինչ որ կախարդական ֆորմուլա չէ, դա հավատքի ակտ է։ Նրանք, ովքեր կհավատան եւ ձեռքերները կդնեն հիվանդերի վրա, նրանք կբժշկվեն։ Հիսուսի անունով ես աղոթում եմ, ես օրհնում եմ քեզ, ես արձակում եմ Տիրոջ զորությունը, արձակում եմ Տիրոջ ներկայությունը իմ ձեռքերը քո վրա դնելով, գլխից մինչև ոտքերի թաթերը։ Հենց հիմա եղիր բժշկված, արտրիտը թող հեռանա, ասթման թող հեռանա հենց հիմա, լյարդի ցիրոզը թող հեռանա Հիսուսի անունով, հենց հիմա թոքախտը թող հեռանա։ Ես ջախջախում եմ Հիսուսի անունով, շնչառական օրգանները վերականգնվեն, երիկամները վերականգնվեն, փայծախը վերականգնվի, հաստ աղիքը վերականգնվի, շագանակագեղձը վերականգնվի, կանացի պրոբլեմները հեռանան։ Հենց հիմա Հիսուսի անունով լեղապարկը բժշկվի, կատարյալ բժշկություն, կատարյալ բժշկություն, մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ես օրհնում եմ քեզ
եղիր օրհնված, եղիր օրհնված, եղիր օրհնված։ Հենց հիմա եւ բոլորն ասեն ամեն, ամեն, ամեն։ Կարող եք գրել, կարող եք հավանել, կարող եք բաժանորդագրվել մեր YouTube-յան էջին եւ հետեւալ մեր մնացած ծառայություններին եւ քարոզներին, թեմաներին եւ աղոթքներին։ Ես հավատում եմ, որ դուք կլինեք շատ օրհնված։ Հետևացեք մեր YouTube-յան էջին Գառնիկ Խարատյան կամ Ստեփանավան նոր սերունդ եկեղեցին։ Տեր օրհնի ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք, լսեցիք եւ մինչեւ վերջին հետ եղաք։ Տեր օրհնի ձեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի թանկագին անունով։ Եղեք օրհնված Հիսուս Քրիստոսյանով։ Ամեն։